կարճահասակ հերոսներ են, եթե անգամ ակնոցակն են, դժվար թե նրանց տեսնեն, նրանք այնքան փոքրիկ են, կարծես գոյություն չունեն, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ-շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ-շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ-շատ մեծ։ Հրահանգագիրքը։ Չի աշխատում։ Փորձիր դնել հակառակը։ Իսկ դուք կարդացել եք հրահանգագիրքը։ Հրահանգագիրքը բթամիտների համար է։ Յոննա կգնանք առանց հրահանգագրքի։ Դե։ Չհասկացա։ Վայ! Իմ մտքոցը։ Հրահանգագրքերը մեզ տալիս են օգտակար խորհուրդներ։ Պահարանի հրահանգագիրքը խորհուրդ է տալիս, թե ինչպես են ճիշտ հավաքել։ Հեռուստացույցի հրահանգագրքից կարելի է իմանալ, թե ինչպես են կարգավորվում ծրագրերը։ Շիլայի տուփի վրա գրված է, թե ինչպես է պետք ճիշտ եփել այն։ Իսկ դեղամիջոցին կոչվում է հրահանգաթերթի, թե որ դեպքերում եւ ինչպես է պետք ընդունել այն։ Կարդացեք հրահանգագրքերը եւ կխուսափեք բազում անախորժություններից։ Գտա, ահա այն։ Սա քեզ դիմդիմիչ։ Օհո։ Նորաթոր։ Միայն այն դեռ հավաքել է պետք։ Վախենամ ինքդ չկարողանաս։ Այդ ինչու։ Այն էլ ինչպես գլուխ կբերեմ։ Թե մինչև ճաշը հավաքես, ինձնից պաղպաղակ։ Էսկիմո։ 2 հատ։ Նախ հավաքիր։ Դիմդիմիչ, իսկ կարելի է ես էլ հավաքեմ աթոռը։ Կարելի է։ Լավ կարդացեք հրահանգաթերթիկը։ Այդ թելտախտկալի մարդ է Սիմկա։ Ես ինչ է, աթոռ չեմ տեսել։ Առանց քո հրահանգաթերթիկի էլ կհավաքենք։ Դե ինչ դիմդիմիչ հավաքեցիր։ Մայրիկն ասում է ճաշը պատրաստ է։ Եվս 2 րոպե։ Սիմկա, օգնիր։ Ինչով։ Ասա թե ինչ է գրված այդ հրահանգաթերթիկի վրա։ Հիշեցիր հրահանգաթերթիկը։ Դե լավ, կօգնեմ։ Ուրեմն այսպես։ Վերջու այս եւ ահա այն դետալը։ Իսկ դու նալիք, այստեղ բեր պտուտակը։ Դա չէ, ավելի երկար է։ Առաջին աթոռակներն ու նստարանները հայտնվել են դեռ հին Եգիպտոսում։ Փարավոնի աթոռակն առանց դատուկ էր, տիկտակում էր։ Համարվում էր, որ հենց փարավոնի գահն է եղել առաջին աթոռը։ Երկար ժամանակ աթոռը շքեղության առարկա էր։ Հարուստ մեծատոհմիկ աստիճանավորները նույնիսկ իրենց աթոռներով էին յուր գնում։ Եվ որքան կարևորված էր պարոնը, այնքան բարձր էր նրա աթոռի տիկնարկը։ Միայն 19-րդ տարում էր, որ աթոռը մուտք գործեց յուրաքանչյուր տուն։ Ինչպիսի աթոռներ ասես, որ չեն պատրաստում մեր օրերում։ Եվ փայտից, եւ պլաստիկական նյութերից, եւ մետաղից, եւ ոտակներով, եւ անիվներով, եւ ծալվող, եւ մանկական, եւ ընդհանրապես ամենատարբեր տեսակի։ Ախր առանց աթոռների մարդիկ ինչպես էին նստելու սեղանի շուրջը։ Ուֆ, կարծես հասցրեցինք։ Արագ ձգիր վերջացրու։ Նոլիկ, ի պտուտակել է պետք։ Էլ չկա։ Դե փնտրիր։ Արդեն ամենտեղ փնտրել եմ։ Դիմդիմիչ, գալիս եմ։ Փրկիր, Նոլիկ։ Ինչպես։ Դարձիր պտուտակ 1 րոպեով։ Դե եթե 1 րոպեով։ Պատրաստ է։ Հավաքեցիր։ Ապրես։ Մամ, ես պաղպաղակ եմ շահել։ Պատկերացնում ես, ինքնուրույն հավաքեց աթոռը։ Այ ապրես։ Ահա, նստիր։ Այսպես, մի պտուտակ չես ձգել։ Դե չէ, ձգել եմ։ Պարզապես այնտեղ։ Ինչ դե։
Ահա այն։ Այժմ չի թուլանա։ Իսկ պաղպաղակը պարտվեցիր։ Դե ինչ, ջարդող վարպետ, ճաշելու։ Այո, հիմա։ Որտեղ է այդ նոլիկը։ Փախավ։ Դավաճան։ Ամենևին։ Դու խնդրել էի նրան պտուտակ դառնալ 1 րոպեով։ Րոպեն անցավ։ Եվ որտեղ է նա հիմա։ Այնտեղ ուսումնասիրում է ժամացույցի հրահանգաթերթիկը։ Լսել դիմդիմիչ, կարծում է այն մարդկոցը չէիք դնում ժամացույցի մեջ։ Այստեղ պետք է, ահա այսպեսինը։ Չէ որ ասում է։ Եթե չես ուզում լինել բթամիտ, կարդա հրահանգաթերթիկը։